Ողջույն, սիրելի սովորող, ուսումնասիրում ենք հայոց լեզվի 7-րդ դասարանի թեմաների շարքը։ Շնորհակալություն առցանց դասերին մասնակցության համար։ Շարունակում ենք ուսումնասիրել բայ թեման։ Մի փոքր անդրադարձ կատարենք նախորդ դասերին և հիշենք բայի եղանակները՝ սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական և հարկադրական։ Սահմանական և հրամայական եղանակները մենք արդեն ուսումնասիրել ենք։ Այսօր կխոսենք ըղձական եղանակի մասին։ Անձրևն անցնի, գյուղից դուրս գամ, հանդերն ընկնեմ, թափառեմ, աղբյուրներով սքանչանամ, ծաղիկները փայփայեմ, հովը դեմքիս ցողեր ցանի, հովից ծառեր նորորվեն, գերվեմ խաղով ծիածանի, կածաններում մոլորվեմ, ընկնեմ սար ձոր, մտնեմ անտառ, արբեմ օդով ջինջ ու թարմ, լեռներին տամ իղձերս վառ, զեփյուռներին սերս տամ։ Ընդգծված բայերը՝ անցնի, գամ, ընկնեմ, թափառեմ, սքանչանամ, փայփայեմ, ցանի, օրորվեն, գերվեմ, մոլորվեմ, ընկնեմ, մտնեմ, արբեմ, տամ, ըղձական եղանակի բայեր են։ Ըղձական եղանակն արտահայտում է ցանկալի գործողություն։ Այս եղանակի բայերով խոսողն արտահայտում է գործողություն կատարելու մտադրություն, իղձ, ցանկություն, երազանք։ Ըղձական եղանակը ներկա ժամանակ չունի, այլ ունի միայն ապառնի և անցյալ ժամանակների ձևեր։ Ըղձական ապառնի ժամանակաձևը ցույց է տալիս ապագայում խոսելու պահից հետո կատարվելիք ցանկալի գործողություն։ Օրինակ՝ ընկնեմ, թափառեմ, սքանչանամ, փայփայեմ, գերվեմ, մոլորվեմ և այլն։ Ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբայից։ Նրա էլ-ալ ածանցների փոխարեն ավելացնելով է խոնարհման բայերին եմ, էս, ի, ենք, էք, են, իսկ ա խոնարհման բայերին ամ, աս, ա, անք, ակ, ան վերջավորությունները։ Այսպես, օրինակ՝ խոսեմ, խոսես, խոսի, խոսենք, խոսեք, խոսեն։ Ա խոնարհման բայերից, օրինակ՝ խաղամ, խաղաս, խաղա, խաղանք, խաղաք, խաղան։ Ըղձական անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս անցյալում խոսելու պահից առաջ ցանկալի համարված գործողություն։ Օրինակ՝ ընկնեի, թափառեի, սքանչանայի, փայփայեի, գերվեի, մոլորվեի և այլն։ Ըղձական անցյալը կազմվում է անորոշ դերբայից։ Նրա էլ-ալ ածանցների փոխարեն է խոնարհման բայերին ավելացնելով էի, էիր, էր, էինք, էիք, էին, իսկ ա խոնարհման բայերին այի, այիր, ար, այինք, այիք,ային վերջավորությունները։ Խոնարհման հարացույցը ունենում է հետևյալ տեսքը։ Է խոնարհման բայերի համար առաջին դեմք եզակի թիվ խոսեի, հոգնակի թիվ խոսեինք, երկրորդ դեմք եզակի թիվ խոսեիր, հոգնակի թիվ խոսեիք, երրորդ դեմք եզակի թիվ խոսեր, հոգնակի թիվ խոսեին։ Ա խոնարհման բայերի մեկ օրինակ՝ առաջին դեմք եզակի թիվ խաղայի, հոգնակի թիվ խաղայինք, երկրորդ դեմք եզակի թիվ խաղայիր, հոգնակի թիվ խաղայինք, երրորդ դեմք եզակի թիվ խաղար, հոգնակի թիվ խաղային։
Ըղձական եղանակի ժխտական ձևերի կազմությունը։ Ըղձական եղանակի ժխտական խոնարհման ձևերը կազմվում են դրական ձևերի սկզբում ավելացնելով «չ» ժխտական մասնիկը։ Օրինակ, կազմենք ըղձական եղանակի ապառնի ժամանակաձևը խոսել, խաղալ բայերի համար։ Ժխտական խոնարհում ավելացնում ենք «չ» մասնիկը դրական խոնարհման ձևերին։ Առաջին դեմք եզակի թիվ չխոսեմ, հոգնակի չխոսենք։ Երկրորդ դեմք չխոսես, չխոսեք։ Երրորդ չխոսի, չխոսեն։ Ախոնարհման բայերի մեկ օրինակ. առաջին դեմք եզակի թիվ չխաղամ, հոգնակի չխաղանք։ Երկրորդ դեմք եզակի թիվ չխաղաս, հոգնակի չխաղաք։ Երրորդ դեմք եզակի թիվ չխաղա, հոգնակի չխաղան։ Այժմ խոնարհենք խոսել, խաղալ բայերը ըղձական եղանակի անցյալ ժամանակաձևով, ժխտական խոնարհմամբ։ Հիշենք, որ ժխտական խոնարհումը կազմվում է դրական ձևերի վրա ավելացնելով «չ» մասնիկը։ Խոնարհման բայերի համար առաջին դեմք եզակի թիվ չխոսեի, հոգնակի չխոսեինք։ Երկրորդ դեմք եզակի թիվ չխոսեիր, հոգնակի չխոսեիք։ Երրորդ դեմք եզակի թիվ չխոսեր, հոգնակի չխոսեին։ Ախոնարհման բայերի մեկ օրինակ. առաջին դեմք եզակի թիվ չխաղայի, հոգնակի չխաղայինք։ Երկրորդ դեմք չխաղայիր, չխաղայիք։ Երրորդ դեմք չխաղար, չխաղային։ Այսպիսով մենք սովորեցինք, որ ըղձական եղանակը ցույց է տալիս ցանկալի գործողություն։ Սովորեցինք նաև, որ ըղձական եղանակն ունի երկու ժամանակային ձև՝ անցյալ և ապառնի։ Ըղձական եղանակի դրական բայաձևերը կազմվում են անորոշ դերբայից նրա ալ վերջածանցների փոխարեն ավելացնելով համապատասխան վերջավորություններ, իսկ ժխտական ձևերը կազմվում են դրականների վրա ավելացնելով «չ» մասնիկը։ Այժմ կխոսենք ենթադրական եղանակի մասին։ Ենթադրական եղանակ. Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կմնա հավետ, եգիպտական բուրգերը փոշի կդառնան, արևի պես երկիր իմ կվառվես վառման, որպես Փյունիկ կրակից կելնես նոր, գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։ Ընդգծված բայերը կգան, կանցնեն, կմնա, կդառնան, կվառվես, կելնես ենթադրական եղանակի բայեր են։ Ենթադրական եղանակի բայերը ցույց են տալիս գործողություն, որի կատարումը ենթադրվում է։ Ըղձական եղանակի նման ենթադրական եղանակը նույնպես ունի երկու ժամանակաձև։ Ներկա ժամանակաձև չունի, ունի միայն ապառնի և անցյալ ժամանակաձևեր։ Ենթադրական ապառնի և ենթադրական անցյալ։ Շուտով կլռի աղմուկը դաժան, ու սիրտս կզգա քայլերդ փափուկ, դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ, քո խաղաղ մութով գգվող խուսափուկ։ Կլռի, կզգա, կիջնես բայերը ենթադրական եղանակի բայեր են։ Ենթադրական ապառնի բայաձևի արտահայտած գործողության կատարումը ենթադրվում է ապագայում։ Ենթադրական ապառնին կազմվում է ըղձական եղանակի ապառնուց, ավելացնելով «կ» եղանակիչը։ Օրինակ, եթե ըղձական եղանակի բայեր են նայեմ, վազեմ, խաղամ բայերը, ապա ենթադրական եղանակի բայեր են կնայեմ, կվազեմ, կխաղամ բայերը։
Այսինքն ենթադրական եղանակի բայերը կազմվում են կ եղանակիչով ըղձական եղանակի բայերից։ Այսպիսով ստացվում է հետևյալ պատկերը. Ե խոնարհման բայերի մեկ օրինակ. առաջին դեմք եզակի թիվ կխոսեմ, հոգնակի կխոսենք, երկրորդ դեմք կխոսես, կխոսեք, երրորդ կխոսի, կխոսեն։ Ա խոնարհման բայերի մեկ օրինակ խաղալ. առաջին դեմք եզակի թիվ կխաղամ, հոգնակի կխաղանք, երկրորդ դեմք կխաղաս, կխաղաք, երրորդ կխաղա, կխաղան։ Ինչ վերաբերում է ենթադրական անցյալին, ապա ենթադրական անցյալ բայաձևի արտահայտած գործողության կատարումը ենթադրվում է անցյալում։ Օրինակ. Ես կգնայի անտառ, կկատարեի նրա ցանկությունը, եթե մի անսպասելի դիպված չխանգարեր դրան։ Ենթադրական անցյալը կարող է ունենալ նաև ընդհանրական գործածություն և անցյալի և ապառնու իմաստով։ Օրինակ. Ես կուզեի արևավառ անապատը ամայի, ուր մեն-մենակ ու վշտահար թափառեի, ուլայի։ Ենթադրական անցյալը կազմվում է ըղձական եղանակի անցյալից, ավելացնելով կ եղանակիչը։ Օրինակ. ըղձական եղանակ. նայեի, վազեի, խաղայի։ Ենթադրական. կնայեի, կվազեի, կխաղայի։ Ենթադրական եղանակի ժխտական ձևերի կազմությունը։ Ենթադրական եղանակի ժխտական խոնարհման ձևերը կազմվում են յուրահատուկ կերպով՝ ժխտական ձևաբայի վրա ավելացնելով M օժանդակ բայի ժխտական ձևերը։ Եվ ստացվում է հետևյալ պատկերը. ենթադրական եղանակ ապառնի ժամանակ, ժխտական խոնարհում, առաջին դեմք չեմ խոսի, չենք խոսի, երկրորդ չես խոսի, չեք խոսի, երրորդ չի խոսի, չեն խոսի։ Ա խոնարհման բայերի մեկ օրինակ. չեմ խաղա, չես խաղա, չի խաղա, չենք խաղա, չեք խաղա, չեն խաղա։ Խոսի, խաղա ձևաբայերը ժխտական ձևաբայեր են։ Պատկերը ենթադրական անցյալում կլինի այսպիսին. չէի խոսի, չէիր խոսի, չէր խոսի, չէինք խոսի, չէիք խոսի, չէին խոսի, կամ չէի խաղա, չէիր խաղա, չէր խաղա, չէինք խաղա, չէիք խաղա, չէին խաղա։ Ինչպես տեսնում ենք, անցյալ ժամանակաձևում նույնպես ժխտական խոնարհումը կազմվում է ժխտական ձևաբայով և M օժանդակ բայի ժխտական ձևերով, այս դեպքում M օժանդակ բայի անցյալի ժխտական ձևերով։ Խոսի, խաղա ձևաբայերը ժխտական ձևաբայեր են։ Այսպիսով, ենթադրական եղանակը ցույց է տալիս ենթադրաբար կատարվելիք գործողություն։ Ենթադրական եղանակը ունի երկու ժամանակային ձև, ինչպես և ըղձական եղանակը՝ անցյալ և ապառնի։ Ենթադրական եղանակի դրական բայաձևերը կազմվում են ըղձական եղանակի համապատասխան ձևերին ավելացնելով կ եղանակիչը։ Ենթադրական եղանակի ժխտական ձևերը կազմվում են ժխտական ձևաբայով և M օժանդակ բայի ժխտական ձևերով։